Սաթենիկ Ղազարյան, Անտառային փառատոն։ Մի անգամ անտառում որոշեցին խոհարարական փառատոն կազմակերպել։ Այդ միտքը տվել էր Կաչաղակը։ Նա թռչում էր բացատից բացատ և չրթչրթացնելով աղմկում, որտեղ որևէ հետաքրքիր բան էր տեսնում, միանգամից մտապահում էր և պատմում իրեն հանդիպող կենդանիներին։ Նա նաև կտուցով հավաքում էր փայլփլող ու տարօրինակ իրեր և բերում լցնում իր բույնը։ Այդպես նա նաև մի սրինգ էր բերել։ Փառատոնը որոշեցին սկսել սունկերի բացատում։ Կաչաղակը շտապեց իր բույնը և բնում եղած փայլող իրերը նետեց բացատ։ Սունկ աղջնակը իր դեղնեզր գլխարկով արագ կապեց ճերմակ գոգնոցն ու համաձայնեց ապուր եփել։ Այդ ժամանակ մոտ վազեց և սպիտակ գլխարկ դրած սունկ աղջնակը։ Նա համառեց այնքան, մինչև համոզեց, որ մյուս ապուր եփողը ինքը լինի։ Եվ այսպես հավաքվեցին թռչուններն ու կենդանիները և նայեցին, թե ինչպես են սունկ աղջնակները ապուր եփում։ Փայտ փորիկը կցաղարեց, նապաստակը վազքի մրցման հաղթող դարձավ, դեղձանիկները երգեցին, իսկ գայլերն ու արջերը կոփամարտի անկրկնելի խաղ ցուցադրեցին։ Այդ ընթացքում ապուրները եփվեցին։ Սունկ աղջնակները ապուրը լցրեցին տերևների մեջ, որոնք թասանման թեքվել էին, և տվեցին համտեսի։ Բայց այ քեզ բան, ոչ ոք չէր ցանկանում համտեսել դեղնեզր գլխարկով գեղեցկուհու եփած ապուրը, իսկ սպիտակ գլխարկով աղջկա եփած ապուրը ամբողջը կերել էին և խնդրում էին, սպասում, որ էլի եփի։ Դեղնեզր գլխարկով գեղեցկուհին բարկացել ու լաց էր լինում։ Ահա մոտեցավ իշայծյամը, լուռ խոնարհեց գլուխն ու կերավ դեղնեզր գլխարկով սունկ աղջկա եփած թունավոր սնկերով ապուրը և հեռացավ։ Բոլորը միաբերան ու վախեցած բացականչեցին. թունավոր է։ Իսկ Կաչաղակը, որն ամեն ինչ գիտեր անտառի կենդանիների մասին, կչկչալով բացատրեց, որ իշայծյամները թունավոր սունկ են ուտում, երբ հիվանդանում են։ Այդ լսելով անտառի բնակիչները ծափահարեցին դեղնեզր գլխարկով աղջկան, և այսպես փառատոնն ունեցավ երկու հաղթող, որովհետև մեկի եփածը շատ համեղ էր, իսկ մյուսինը օգտակար։ Այսքանը, կհանդիպենք հաջորդ անգամ, իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել, հավանել և տարածել։ Կհանդիպենք։